Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 30-ն է 2026 թվական։ Սկսենք Ուկրաինայի զարգացումներից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. իհարկե ինձ համար անհնար է հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում, դա նույնն է ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես կարող եմ նրան նույնպես հրավիրել Կիև, թող գա, ես հրապարակավ հրավիրում եմ նրան, եթե նա համարձակվի իհարկե։ Իհարկե խնդիրը նա է, որ Դոնալդ Տրամպը առաջարկել էր, որ հանդիպում ունենան երկու նախագահները եւ անմիջապես Ռուսաստանից ասել են, դե թող գա, մենք իր անվտանգությունը կապահովենք։ Ավելի անտրամաբանական բան դժվար է պատկերացնել երկու հակամարտող կողմի ղեկավարները որպես ինչ պետք է մեկը մյուսի մոտ գնա եւ այն է երաշխավորեն նրա անվտանգությունը։ Այդ դուք անվտանգություն երաշխավորող եք, որ հանկարծակի բերեցիք իբր զորավարժություն եք անում, երբ որ արևմուտքն ասում էր պատրաստում եք հարձակման, ասում եք բամոտ չի, եղբայրը եղբոր վրա կհարձակվի, այդ ինչ եք ասում։ Ձեր ամբողջը կառուցած էր նրա վրա, որ աղբերությունը մանրադրամ սարքեք, զգոնությունը բթացնեք ու հարձակվեք, ոնց կարելի է ձեզ վստահել։ Եթե ուզում եք երրորդ կողմ հանդիպեք, նույնն է դրա համար Զելենսկին ասում է, դե եթե տենց է, ես երաշխավորեմ, դու արի։ Այսինքն եթե դու նման պայման ես դնում, դու ցանկություն չունես, որ հարցը կարգավորվի։ Սա է ուղղակի։ Այդ պատասխան ասելու իմաստը նա է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է. ես անձամբ խնդրեցի Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի եւ այլ քաղաքների վրա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նա համաձայնվեց դա անել։ Մենք լուծել ենք 8 հակամարտություն եւ կարծում ենք, որ շուտով կլուծենք եւս մեկը։ Սթիվ Ուիթքոֆը շատ ջանասիրաբար աշխատում է, Զարեթ Քուշները եւ բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են եւ կարծում են, որ մենք շուտով կլուծենք այն, ասել է Տրամպը։ Մենք ավելի մեծ առաջընթաց ենք գրանցել, քան վերջին 4 տարիների ընթացքում, կողմերը քննարկում են տարածքային հարցերը, իր հերթին ասել է Սթիվ Ուիթքոֆը, հատուկ բանագնացը։ Նախ այդ մի շաբաթ, որ ասել էր, մինչև փետրվարի 1-ն էր ասում, մինչև այդ հանդիպումը, որը Աբու Դաբիում նախատեսվում է երկրորդ ռաունդ է այն հանդիպումների, բայց այնպես չի, որ այս ընթացքում Ռուսաստանը չի կրակել, Ռուսաստանը չի հարվածել ուկրաինական օբյեկտներին, այսինքն ինչ Տրամպի խնդրանքը ինքը ուղղակի չի հարգել եւ չի կարող ասել, դե ես ինչու պետք է հարգեի ուկրաինացիք խփում էին։ Տրամպը չի ասել, որ Զելենսկուն ասել է չկրակես, ասել է Ռուսաստանին եմ ասել չկրակես, բնականաբար դրան Զելենսկին էլ չէր պատասխանի։ Այնպես որ Ռուսաստանն է խաղի կանոնները խախտել, եթե նման բան խոստացել է Դոնալդ Տրամպին։ Խոստանալուց հետո չանելու հետ կապված էլ վերաբերմունքը թող ունենա Դոնալդ Տրամպը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. մեր եւ Ռուսաստանի միջև էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ ուղիղ երկխոսություն կամ ուղղակի համաձայնագիր չի եղել։ Այսինքն նման պայմանավորվածություն չեն ունեցել։ Եթե Ռուսաստանը չհարվածի մեր էներգետիկ ոլորտին, լինի դա էլեկտրաէներգիա արտադրող թե ոչ, մենք չենք հարվածի նրանց օբյեկտներին։ Կարծում եմ սա այն պատասխանն էր, որին հույս ուներ բանակցային միջնորդը Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասել է Ուկրաինայի նախագահը։ Հիմա այնպես չի, որ ենթադրենք մի քիչ լարվածություն առաջացավ Գրենլանդիայի, մի քիչ Վենեսուելայի, մի քիչ Իրանի հետ կապված, որ ոնց որ երկրորդ պլան մղվեց ուկրաինական պատերազմը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նոր աշխարհակարգը պայմանավորված է բացառապես ուկրաինական պատերազմի արդյունքով։ Ինչ ձևով կավարտվի, դրանով պայմանավորված է։ Դե Դոնալդ Տրամպը գտնում է, որ աշխարհը պետք է ազդեցության ոլորտների բաժանել ուժերների մեջ, դա արդեն աշխարհը վաղուց փորձել է, դա իրան չի արդարացրել, կյանքը ավելի առաջ է գնացել այդ փուլից եւ ավելի վտանգավոր հունի մեջ է մտել, առավել եւս նոր ուժերներ են հայտնվել, որոնք ունեն միջուկային զենք, ունեն բալիստիկ հրթիռներ, որ շատ ծանր կործանարար հարվածներ են հասցնում, զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներ։ Այսինքն ասել, որ մենք բերեք աշխարհը ուժերների մեջ բաժանենք, բա աշխարհը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերների մեջ չէր բաժանած։ Ազդեցության գոտիների չէր բաժանած։ Բա ոնց եղավ, որ հետո աշխարհը նորից դառավ միաբևեռ, որտեղ այդ ուժերները իրար մեջ մրցակցության պայմաններում իրար չհասկացան։
Դա հանգեցրեց չէ եւ վերջապես այնքան կոնֆլիկտի հանգեցրեց, մինչեւ խորհրդային միությունը չդիմացավ այդ մրցակցությանը եւ փլուզվեց իր նախաձեռնությամբ։ Եվ աշխարհը դարձավ միաբևեռ։ Հիմա մենք նորից վերադառնում ենք այն ժամանակին, վերադառնում ենք նրան, որ նորից ազդեցության գոտիների բաժանենք։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. ԱՄՆ նախագահ Թրամփն իսկապես անձամբ դիմել է նախագահ Պուտինին խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվածներ հասցնելուց Աբու Դաբիում բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Դե Աբու Դաբիի հանդիպմանը 2 օր է մնում, չնայած Զելենսկին նաև թերահավատություն հայտնեց, ասաց կարող է հանկարծ Իրանի լարվածության պատճառով այդ հանդիպումը հետաձգվի, բայց առայժմ հետաձգվելու մասին նոր հայտարարություն չկա։ Իրանն էլ ասաց ընդամենը ենթադրություն, որ կարող է նման բան տեղի ունենա։ Առավել ևս որ Էմիրություններն էլ առանձնապես կողմ չեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուժ կիրառի Իրանի դեմ, եւ նրանք այդ մասին հայտարարել են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը եւ Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի։ Զելենսկին հավելել է, որ տարածքային հարցը մնում է ամենաբարդը հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ կողմերը դեռևս վերջնական որոշման չեն հանգել։ Ուկրաինայի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք, բանաձևը համարում է ամենաքիչ խնդրահարույցը, սակայն նման հարցերը պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով։ Ակնհայտորեն դա է մոտեցումը, եթե պատերազմը դադարեցնում ես այնտեղ, որտեղ շփման գիծն է, որտեղ զորքերը կանգնած են։ Ինչ է նշանակում պատերազմը կդադարեցնեմ մի պայմանով, եթե դու ինձ քեզանից տարածք կտաս, որը 4 տարի է չեմ կարողանում գրավել։ Եվ այն էլ դիմենք Թրամփին համոզել ենք օգոստոսի 15-ին անցյալ տարվա Անկորիջում, Ալյասկայում։ Ինքն էլ համաձայնվել է։ Հիմա անընդհատ հիշեցնում են, ախր Թրամփ դու մեզ խոսք ես տվել, ես ինչ ես անում։ Բայց նա հասկանում է, որ ինչով խոսքա տվել չի կարող անի։ Դրանով խաղաղություն չի լինի։ Դրանով ինքը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Նաև կկանգնի իր երկրի ներսում։ Առաջիկայում սպասվող կոնգրեսի ընտրությունների 2 պալատների պարագայում, որ ինքը կարող է լուրջ խնդիրներ ունենա։ Եվ ոչ թե իշխանությունը կորցնի պաշտոնաթողության արդյունքում, երբ որ ժամկետը լռանա, այլ իշխանությունը կորցնի ավելի շուտ։ Երբ որ ուղղակի ինքը մեծամասնություն չունենա կոնգրեսում։ Տեղից է որ շատ բաներ այսօր անում է եւ խնդիրներ է առաջացնում, անգամ հանրապետականները չեն պաշտպանում իրեն։ Իսկ հիմա մի հարց, որը որ շատ հետաքրքիր է մեզ համար, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, եթե Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը եւ Անկարան գործեն միասին, ստիպված չենք լինի թեքվել դեպի ԱՄՆ, Չինաստան կամ Ռուսաստան։ Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ուժի կենտրոնը։ Այսինքն մի հատ տեսեք խնդիրը որն է։ Որերորդ դեպքն է, Թուրքիան առաջարկում է Եվրամիության անդամ դառնալ, իրան մերժում են, թեկնածու պետությունն է, պարբերաբար հիշեցնում է իր տեղը, նեղվում է, որ ինչի չեք ընդունում, Մաքսային միության անդամ է Թուրքիան Եվրամիության, բայց ինքը դրան բավարար չի, ինքը ցանկանում է քաղաքական որպես միավոր դրա մեջ լինել։ Հասկանում է, որ այդ համակեցության կանոնների մեջ մի 90 միլիոնանոց Թուրքիան, որ մտնի 400 միլիոնանոց Եվրամիության կազմ, ինքը շատ լավ այդ ազատ տեղաշարժերի եւ շատ հարցերի պարագայում շատ լուրջ հարցեր կլուծի, առավել ևս Եվրոպարլամենտում կունենա ամենամեծ թվով պատգամավորներ։ Դուք պատկերացրեք, թե ասենք ինչա ինքը սպասում, բայց իրան պարբերաբար մերժում են։ Անվտանգության հետ կապված էլ ասում է, եթե Թուրքիան ամենամարտունակ բանակն ունի, ամենահզոր բանակն ունի, Ամերիկայից հետո, այսինքն գործնականում եվրոպական այս տարածքում առաջինը Ռուսաստանին չհաշվենք, դեռ Ռուսաստանը չգիտեմ որ երրորդն է, ասում էր երկրորդն է, տեսնում ենք երկրորդ բանակը ինչով է զբաղված։ Եվ այդ պարագայում նույնիսկ առաջարկում էր իր անվտանգության ծառայությունները, որ եթե եվրոպական անվտանգություն եք ստեղծում, ես էլ միանամ ձեզ, բայց Թուրքիայի նկատմամբ վստահություն չկա։ Այո, Եվրոպան կարիք ունի, ուժի կարիք ունի,
անգամ հակադրվելու համար Միացյալ Նահանգների, բայց ինքը Թուրքիայի միջոցով Ամերիկայից փոխվելը այդքան էլ խելամիտ չի համարում։ Սա ուղղակի նաև հասենք նրանց համար, որ Հայաստանում սենց գրկաբաց ուզում են Թուրքիայի հետ հարաբերություն լավացնեն եւ մտածում են մենք Թուրքիայի հետ ինչ խնդրեմ ունենք։ Եվրամիությունը խնդրեմ ունի, Հայաստանը չունի։ Ուրեմն մեր իշխանությունը չունի, ոչ թե մենք չունենք։ Ավելի པարզ օրինակ էլ ինչ է լինի։ Կամ եթե շատերն ասում են Եվրամիությունը քայքայվում է, վերանում է այս սալում։ Եվրամիությունը քայքայվում է, վերանում է, ու վերջի շնչում գտնող Եվրամիությանը Թուրքիան ցանկանում է միանալ։ Այն դեպքում որ Ռուսաստանը հետ էլ խնդիր չունի, Եվրոպայի հետ էլ չունի, Ուկրաինայի հետ էլ չունի, Ամերիկայի հետ էլ չունի։ Էլ թուրքական պետություններն էլ չասեն։ Բան չա ուզում Եվրամիություն մտնի։ Հական Ֆիդանը զգուշացրել է, որ Եվրոպայի համար ամերիկյան անվտանգության հովանոցը չի կարող դիտվել որպես մշտական։ Վաշինգտոնից կախվածությունը ռիսկեր է պարունակում եւ անկախ քաղաքական եւ անվտանգության միջուկի ձևավորումը թույլ կտա Եվրոպային եւ Թուրքիային գործել գլոբալ բևեռացման տրամաբանությունից դուրս, ընդգծել է նախարար Ֆիդանը։ Հիմա նեղ չմոռանանք, որ ընդհանրապես այդ ոնց եղավ, որ Թուրքիան տենց հզոր բանակ ունեցավ եւ այդ ոնց եղավ, որ Թուրքիան հայտնվեց ՆԱՏՕ-ի կազմում։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 10 հիմնադիր պետությունների կողմից։ Առաջին ընդլայնումը տեղի ունեցել 52 թվականին։ 52 թվականին արդեն լեղապատառ Թուրքիան գծվեց ՆԱՏՕ, ինչու համար վախենալով, որ խորհրդային միությունը իրան տարածքային պահանջներ կներկայացնի։ Եվ քանի որ ՆԱՏՕ-ն ստեղծված էր Եվրոպայի անվտանգությունը պահելու համար, եւ այդ պարագայում ՆԱՏՕ-ն խնդիր ուներ կանխելու, որ Եվրոպան հանկարծ այնպես չլինի, որ խորհրդային միությունն արդեն միջուկային զենքը փորձարկելուց հետո կարողանար արդեն նվաճողական քաղաքականություն վարեր, ՆԱՏՕ-ն ստեղծվեց, Թուրքիան շատ արագ մտավ ՆԱՏՕ-ի կազմ։ Հիմա այդ դեպքում ինքը Միացյալ Նահանգներից լավ էլ աջակցություն ստանում է ամեն ձևով, բայց հիմա ասում է, եթե ուզում եք տարանջատվել Միացյալ Նահանգներից, եկեք ես ձեզ միանամ։ Ու նորից մտածենք, որ այո, Թուրքիայի միանալը գուցե եվրոպական անվտանգության համար շատ օգտակար ու գայթակղիչ է թվում, բայց թուրքը մնում է թուրք։ Թուրքիայի հետ անհամեմատ ավելի մեծ համակարգը, թե բնակչության թվով, թե համախառն ներքին արդյունքով, թե ամեն ինչով, ասում են չէ։ Շնորհակալ ենք քեզ հետ միանալը, քեզ ներս մտցնել, դու տուն թողելու բան չես, մի խոսքով, պարզ ասած, գրական հայերեն ասած։ Այնպես որ դա նաև նրանց համար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել երազելը կարող են մեր իշխանությունները ունենան, ընդհանրապես անվտանգության բարձիկների մասին չմտածեն, իմունիտետի մասին չմտածեն, որովհետև իրանք խնդիր չունեն, որ Թուրքիային միանան։ Դա մենք ունենք այդ խնդիրը։ Սիմանայենք Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է. ինչ որ պահի Եվրամիության ղեկավարությունը կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում Բրյուսելի հակառուսական քաղաքականության հետ։ Ինչ որ պահի Բրյուսելը սկսում է ցանկացած տեխնացու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որը ներկայումս բացահայտ հակառուսական է։ Ես նաև հույս ունեմ, որ Երևանը հասկանում է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարումը չի երաշխավորում ԵՄ անդամակցությունը, ասել է Մասլեննիկովը, մեկնաբանելով Հայաստանի եվրոինտեգրման ծրագրերը։ Որպես օրինակ Մասլեննիկովը նշում է Արևմտյան Բալկանները, որ այսքան տարի սպասում են, որ անդամ դառնան, տենց էլ չեն դառել, ծառայում են Եվրոպային, նրանց գիծը տանում են, այնպես որ ձեզ որևէ լավ բան չի ստացվում։ Մենք պետք է նաև հիշենք, որ իրականում Եվրամիության անդամակցությունը հատկապես հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը ոչ մի կերպ չի երաշխավորում տեխնատու երկրների բարգավաճումը, Բալթյան երկրներում, որոնք վերջերս նշել են Եվրամիության անդամակցության 20-ամյակը, տնտեսական ցուցանիշների եւ ժողովրդագարական իրավիճակը մեղմ ասած աննշան են, ընդգծել է Մասլեննիկովը։ Հիմա խնդիրը որն է։ Այն որ իրանք խառնված են իրար, մենք լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի
իշխանությունը բացարձակ ցանկություն չունի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել, նա ընդամենը դա ասում է, որպեսզի կարողանա հասարակության մեջ եվրոպական կողմնորոշում ունեցող ընտրողին խաբել, որ ես եմ ձեզ Եվրոպա տանողը, այ օրենքն էլ ընդունեցինք, այնպես որ ձայն տվեք մեզ, որ ձեզ տանենք Եվրոպա։ Բայց քանի որ հասկանում է, որ դա ասելով եվրոպացիներն ասում են, բա եթե գալիս ես արի բարի ճանապարհ, իսկ ինքը չի կարողանում դա իրական քայլ անել, գնում է Եվրոպա, ասում է ժողովուրդ ջան, դե մենք կզարգանանք, էս կանենք, կհասնենք մի մակարդակի, ճամփաբաժանի կհասնենք, նոր կորոշենք։ Ու անմիջապես թռնում է Ռուսաստան, ասում է ժողովուրդ ջան, դե մենք պետք է ձեր հետ հարաբերությունները զարգացնենք, խորացնենք ԵԱՏՄ-ի հետ ու ինչ որ պահի կորոշենք։ Բայց եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նշում է այդ մասին, որ լավ ես Եվրամիություն չեմ գնում, ինչն է պարբերաբար առիթ տալիս Ռուսաստանի կողմից, ասեն կողմնորոշվի դու ում հետ ես, որովհետև այնուամենայնիվ նրանք համարում են, եթե այդ խաղեր տալու առիթով անգամ դու մտնում ես եվրոպական ծրագրի մեջ, դա մեր դեմ ես ըլնում։ Բայց հարցը դա չի, թե ինչ կասի Ռուսաստանը, դա իր խնդիրն է։ Հարցը դա է, որ մենք էլ ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյան խաղեր խաղալը չի ստացվելու։ Ռուսաստանին ասես քո հետ եմ, Եվրոպային ասես քո հետ եմ, ժողովրդին ասես դե տեսնում եք, մենք Ռուսաստանի հետ կոպիտ քայլեր չենք անում, որպեսզի հանկարծ մեր դեմ հակաքայլեր չանեն։ Եվրոպայի հետ էլ մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Այդ նույն բալանսավորվածի ձեռը կրակն ենք ընկել Ամերիկա, Իրան։ Այնպես որ լավ գիտենք այդ բալանսավորվածի արդյունքը, բայց հիմա խնդիրը դա է, մենք ինքներս ենք ասում, Նիկոլ Փաշինյան կողմնորոշվի խաղեր մի տա։ Այ երբ որ Ռուսաստանը մտահոգված է, որ այ վատ է, որ դու գնում ես Եվրոպա, մենք էլ ասում ենք ոչ, վատ է, որ դու մնաս Ռուսաստանի ազդեցության տակ, ու այս խաղերը քո գլխին ջարդելու են։ Եթե հանկարծ դու այսօր Ռուսաստանի շատ խաղեր տվեցիր, իսկ Տրամպը այն մարդն է, որ կարող է գործարքի գնա Պուտինի հետ եւ մի օր կանգնի, ասենք ասի լավ Ուկրաինայում դու ես զիջում, Հայաստանն էլ ես Վրաստանն էլ քո ազդեցության գոտին է, էդ էլ քեզ։ Ինչ ենք անելու, ում ենք բողոքելու։ Բա ասում ենք, որ Թրամփի հետ ենք, Թրամփն էլ ասում է Պուտինի ազդեցության գոտին է հարավային Կովկասը։ Այդ ահազանգը մեզ ինչ որ բան չի ասում, որ այդ անվտանգային երաշխիքը Տրամփը չի տալի։ Տրամփը կարող է Իրանով անի եւ Պուտինին ասի, տեսար, այդ քո ազդեցության գոտին էր, բայց հարցերը ես եմ լուծում։ Դե հիմա եթե քեզ խելոք կպայես այս հարցում, ես հեսա կտամ քեզ։ Ինչ ենք անելու։ Ում ենք բողոքելու։ Հետո պետք է ասենք հայի բախտեր։ Բա դրա համար ենք ասում, իսկ եթե դու հայտ ներկայացնեիր Եվրամիությանը, անկախ նայես թե քանի տարի հետո կդառնայիր։ Այն պարտավորությունները, որ կստանձնեիր, նաեւ դրա մեջ իրավունքներ կա, երաշխիքներ կա, որի պարագայում մենք ստիպված չէինք էլի վախվորած սպասել, թե եթե հանկարծ Թրամփը գիշերը երազում Պուտինին ա տեսել, առավոտ արթնանում ա ու ուզում ա Պուտինի ծրագիրն իրականացնի, բա մենք որտեղ ենք ելնելու։ Կամ Թրամփը Իրանին կխփի, մենք թրիպի հետ կապված խնդիր կունենանք, Իրանի հետ պայմանավորվի, չխփի։ Հիմա էլ Իրանի հետ կապված ենք խնդիր ունենալ, ասի հետ ինչ խաղեր եք տալի Ամերիկայի հետ։ Բա սա ենք ասում։ Այնպես որ այն Մասլենիկովը, որ ասում է կողմնորոշվեք հօգուտ Ռուսաստան, մենք էլ ասում ենք շատ արագ կողմնորոշվի հօգուտ Եվրոպա։ Խաղեր տալը մեկը չի ստացվելու։ Վիաչեսլավ Մասլենիկովը հավելել է. Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերություններում, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Հաշվի առնելով Եվրամիության արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի եւ Ռուսաստանի հետ առճակատման ուղղված նրա ռազմավարական կուրսը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։ Հրաշալի։ Այսինքն ձեզ մտահոգում է, չէ՞։ Մեզ էլ մտահոգում է, թե ինչ է կորցրել Փաշինյանը Ռուսաստանի հետ։ Մեզ էլ էս մյուս ծայրից է մտահոգում։ Որովհետև այո, այդ ճշտամական հարաբերությունները, որ կա Եվրամիություն-Ռուսաստան, այդ պարագայում շատ դժվար է մանևր անել երկուսի արանքում, որտեղ երկուսն էլ ասում են կողմնորոշվեք։ Այդ էիք ուզում, որ Իրանը կանգնեց, ասեց մեր հարևանները թող կողմնորոշվեն, ում հետ են։ Մեզ չթողեցին, որ մենք չեզոք մնանք։ Այդ բոլորին հասելու վերջնա, չէ։
Մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն գիտակցում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունները, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ընդգծել է Մասլենիկովը։ Այնպես որ Ռուսաստանը այնուամենայնիվ փորձելու է ամեն ինչ անել իր ծրագիրը կյանքի կոչելու, իսկ դրան նպաստում է Փաշինյանը ոչ միայն նրանով, որ Ռուսաստանի հետ աշխատում է։ Փաշինյանը նպաստում է նրանով, որ հերթական անգամ ասում է Ժողովուրդ ջան, ընտրությունը գնում է մեր եւ այս ռուսական ընդդիմության միջև, որոնք որ ուզում են երկիրը տանեն դեպի Ռուսաստան։ Այսինքն ամբողջ օրակարգը իրանցով լցնել։ Ակռիվը դրա մեջ է։ Բայց 2021 թվականին այդ արեցիր արտաքին ազդեցությունը չկար մեր երկրի վրա այդքան մեծ, որովհետև դեռ ուկրաինական պատերազմը չէր եղել, աշխարհը մեծ վիճակը չէր։ Հիմա ուկրաինական պատերազմից հետո ցանկացած ընտրություն արտաքին քաղաքական կողմնորոշման վրա է կառուցած, նույնիսկ ամենազարգացած երկրներում հերթով չթվարկեմ, բարբերաբար խոսել ենք դրա մասին։ Այսինքն դու զորով բերում ես օրակարգը դարձնում ես արտաքին։ Զորով ցույց ես տալիս, որ Հայաստանը այդքան ուժեղ են ռուսամետները։ Տրամփ արխային կարած վաճառես Պուտինին։ Մի անի տենց բան, պետք է նրանք իմանան, որ Հայաստանում տենց պարարտ չկա։ Ոչ թե անընդհատ ուռճացնես դա։ Առավոտից իրիգու օրակարգ մտցնես։ Ձեր բոլոր գործիչները անդրադառնա ռուսաստան գործիչներին, որպեսզի օրակարգը դրանցով լցնեք, ասեք Ժողովուրդ ջան, եկեք մեծ ձայն տվեք, որ դեմները պայքարենք։ Եթե ձեր անվտանգությունը պատկերացնում եք Տրամփի հետ, Տրամփը կարա առևտրի նստի Պուտինի հետ, այդքան ինչ ենք մեզ ճղում բացատրում։ Ու ոչ մի տրիպել մեզ չի օգնի այդ հարցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է. «Ես բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ եւ պլանավորում եմ շարունակել դրանք։ Մենք այժմ շատ մեծ հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են դեպի Իրան։ Հիանալի կլիներ, եթե դրանք չօգտագործեինք»։ Հերթական անգամ ինքը նորից ցանկանում է հասկացնի ուժ կիրառելու բանով ահաբեկչությամբ Իրանին, որպեսզի նրանք գնան բանակցության, բայց Իրանը դեռ չի գնում բանակցության, ասում է պատրաստ եմ բանակցության, քո պայմաններով չեմ գնում։ Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ Տրամփին փաստի առաջ է կանգնացնում։ Եթե չես խփում, Իրանի քաղաքականությունը լկտի անում է, իսկ դա մենք այդտեղ վնասվում ենք, որովհետև ասում են դուք չէիք Ամերիկայի հետ խաղեր եք տալի։ Եթե խփում ես, Իրանին չես վերացնի, բայց Իրանը մեկը մեզ մեղադրելու է, թե դուք բա ոնց տենց բանի ինձ խփողի հետ բարեկամական գծեր եք կառուցում։ Այնուամենայնիվ մեզ չի հաջողվելու չեզոք մնալ։ Իսկ Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Աբբաս Արաղչի հեռախոսազրույց են ունեցել երկուսը, Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքը կամ տարածքը որևէ պետության կողմից օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն ինքը շտապում է ասել, որ մենք մեր տարածքը չենք տալու նրա համար, որովհետեւ մինչեւ այսօր Իրանը կասկածներ ունի, որ անցյալ տարվա 12 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է Իրան հարվածներ հասցնելու համար։ Բարբերաբար իրանք այդ թեման զարգացնում են եւ Ադրբեջանը հիմա վախենում է, որ հանկարծ Իրան չմեղադրեն դրանում։ Չգիտի վաղը մյուս օրը Տրամփի վրա կարա հույս ունենա, թե չէ, կամ հաջորդ նախագահը կգա Իսրայելին այդքան երես կտա, թե չէ։ Այդ իսկ պատճառով ինքը չի ցանկանում հարվածի տակ հայտնվել Իրանի հետ։ Բայց նաև չի դադարում Իսրայելի հետ խաղեր տա Ամերիկայի հետ։ Ամեն դեպքում ինքը մտածում է, որ այդ գիծը լավ էլ թարմ պահի։ Բայց ինչպես տեսնում եք, հստակեցնում է Իրանին, որ տես ես իմ տարածքը չեմ տրամադրելու։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին հայտարարել է. «Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվտանգի Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքում, որը գտնվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում։ Այսօր մեր հասանելիության սահմաններում է ոչ միայն մեկ բազա, այլև Միացյալ Նահանգների եւ նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքները։
զինված ուժերը պատրաստ են մարտի և թշնամու ցանկացած քայլի կհանդիպի ջախջախից պատասխան ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում։ Այսինքն, ինչպես տեսնում եք, դեռ Իրանը զիջելու ցանկություն չունի, որը նաև մեզ համար վտանգը մեծացնում է։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է կողմնորոշվի, թե ինչ անում։ Իսկ քանի որ Դոնալդ Թրամփը խառնել է ամբողջ աշխարհը, ասում էր, որ պետք է զբաղվեն մենակ Ամերիկայով, բայց ինչպես տեսնում ենք, բացի Ամերիկայով ամեն ինչով զբաղվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. հիմնվելով այն փաստի վրա, որ Կանադան անիրավորեն, ապօրինաբար և համառորեն հրաժարվել է հավաստագրել Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռները, այդ մակնիշների, որոնք երբևէ արտադրված ամենամեծ և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ինքնաթիռներից են, մենք այսուհետ չեղարկում ենք ինչ-որ իրանց հավաստագրերը, իրանց ինքնաթիռների և Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը մինչև այն պահը, երբ Gulfstream մեծ ամերիկյան ընկերությունը լիովին հավաստագրվի, ինչպես պետք է լիներ տարիներ առաջ։ Եթե որևէ պատճառով այս իրավիճակն անմիջապես չշտկվի, ես Կանադայից գանձելու եմ 50% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգներ վաճառված բոլոր ինքնաթիռների համար, նշել է Թրամփը։ Նորից ինքը էլի ցանկացած առիթն օգտագործում է սանկցիաներ կիրառի իր հարևանի նկատմամբ և իր միակ գործիքը պատկերացնում է, որ դա մաքսատուրքերն է։ Գիտեք ինչ, երբ որ ասում են բիզնեսմենին չի կարելի առաջի դեմքի աթոռին մոտ թողել, այս մարդը ամբողջ կյանքի մեջ միլիարդատեր է դառել, բայց սարսափել է հարկային տեսուչից, մաքսավորից, իր համար դա համարվել է սենց աշխարհում ամենահզոր մարդն ով է, Ամերիկայի նախագահ, բանրանից հզոր հարկային տեսուչը մտնում է ու Ամերիկայի նախագահ բիզնեսմենին կարաստուգի, բիզնեսը փակի չգիտես ինչ անի։ Այս մարդը մինչև հիմա աշխարհի հետ ցանկանում է խոսալ մի գործիքով, որտեղ դա իր լավագույն ուժը չի, որտեղ դիմացին էլ քո նկատմամբ կարա մաքսատուրք մտցնի, քանի անգամ դա փորձեցիր և նախորդ ժամանակներն էլ Ամերիկան փորձել է մաքսային պատերազմի գնալ մաքսատուրքերի, որի արդյունքում ինքը շատ լուրջ պրոբլեմներ է ունեցել։ Նորից չհիշեցնենք դեպրեսիայի ժամանակները, դրանից առաջ էլ մեծ դեպրեսիայի, էլի ինչ-որ խելոքներ ցանկանում են այդ ձևով կարգավորել տնտեսությունը և թաղեցին տնտեսությունը պրոբլեմների մեջ։ Դուրս արի այդ մակարդակից, որ Ամերիկայի միակ գործիքը դա մաքսատուրքերն է, չի օգնելու դա։ Հիմա էլ հիշում եք մի քանի օր առաջ ոնց էր արհամարհական խոսում Մեքսիկայի նախագահի հասցեին, ընդհանրապես ինքը չի կարողանում երկիրը կառավարի, տվել է այնտեղ նարկոկարտելներին և ինքը պետք է կարգի հրավիրի, պետք կլի զորք պետք է մտցնի Մեքսիկա։ Հիմա դե Դոնալդ Թրամփին պետք է չսպասես եզրակացություն անես, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է. Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Այն բացառիկ լավ անցավ երկու երկրների համար էլ։ Զրույցի հիմնական ուշադրության կենտրոնում էին սահմանային հարցերը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը։ Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ ինքը և Մեքսիկայի նախագահը շուտով կրկին կզրուցեն և հանդիպումներ կկազմակերպեն ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Մեքսիկան հիանալի և շատ խելացի առաջնորդ ունի։ Երևի դու էլ հիշողության կորուստ։ Քանի օր առաջ էիր այս մարդուն արդեն համարում ժամկետ անց, արդեն հանում ենք, վերջ, գցում ենք ու Մեքսիկային տիրություն ենք անում։ Ու ընդհանրապես Մեքսիկան միացնում ենք Ամերիկային, դարձնում ենք այն 51-րդ նահանգի տեղի համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Ով է ալնելու 51-րդ նահանգը։ Պանաման է ալնելու, որտեղ ջրանցքը պետք էր, Գրենլանդիան է ալնելու, Մեքսիկան է ալնելու, Կանադան, Վենեսուելան, Կոլումբիան, Կուբան, ժողովուրդ այդ 51-ը քանի հատ է։ Իմանանք էլի ուղղակի։ Ուրեմն Մեքսիկան պարզվում է հիանալի առաջնորդ ունի, շատ ուրախ ենք Դոնալդ Թրամփի համար։ Բայց դրանով չպրծավ։ Հիմա էլ Դոնալդ Թրամփը հայտնել է ազգային արտակարգ դրություն Կուբայի կողմից ներկայացվող սպառնալիքի պատճառով և սահմանել է Հավանա նավթ վաճառող կամ այլ կերպ մատակարարող երկրներից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու ընթացակարգ։
Ըստ Սպիտակ տան հրամանագիրը ստորագրվել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը կուբայական ռեժիմի չարամիտ գործողություններից եւ քաղաքականությունից պաշտպանելու համար։ Իհարկե, եթե հաջողվի Կուբան վերադարձնել նորմալ հուն, բոլորն էլ ուրախ կլինեն, որովհետև հեղափոխությունից հետո 59 թվականի հունվարի 1-ից Ֆիդել Կաստրոյի արարքների արդյունքում թե այդ երկիրը ոնց կոխեցին աղքատության տակ, այդ մենք շատ լավ գիտենք, բայց նաև միևնույն ժամանակ որն է չստացվի, որ այդ ամեն ինչի ինչ որ արվում է, հանկարծ լատինաամերիկյան երկրները բոլորը միավորվում են, նույնիսկ դիկտատորի կողքը, չնայած որ ասես այսօր Կուբայում դիկտատորը այդքան էլ պես չի, բայց համենայն դեպս այդ երկիրը տոտալիտար երկիր է, բայց միևնույն ժամանակ իրանք չմտածեն, որ հաջորդը մենք ենք եւ միավորվեն ընդդեմ Ամերիկայի, դա է հարցը։ Փաստաթուղթը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրից ներմուծման վրա, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ է մատակարարում Կուբա։ Վաշինգտոնը հավելել է, որ Կուբայում է գտնվում Ռուսաստանի ամենամեծ արտաքին ազդանշանների հետախուզական կենտրոնը։ Իհարկե Կուբայի տենց էլ մինչև հիմա պայքարը տենց էլ չկարողացավ վերջնական արդյունքի հասնել, 62 թվականին Կարիբյան ճգնաժամն ենք հիշում Կուբայի բլոկադան, արդյունքում մինչև այսօր Կուբան այդպես էլ մնաց Ռուսաստանի ազդեցության տակ, որ Ռուսաստանը այսքի չի կարողանում իր տարածքների վրա ազդեցություն ունենալ։ Հավանան նաև անվտանգ ապաստան է տրամադրում միջազգային ահաբեկչական խմբավորումներին, իսկ ռեժիմը հետապնդում է, խոշտանգում է քաղաքական հակառակորդներին, եզրափակում է զեկույցը։ Ուղղակի սրանով չի ավարտվում Լատինական Ամերիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, չնայած եթե դա մենակ նրանց վերաբերվեր, մենք այդքան դրանից չէինք անհանգստանա, կասենք դե լավ, ինքն է անում իր գործն է անում, համարում է դա իր ազդեցության տիրույթն է, բայց ինքը հանկարծ չլինի, որ ասի դե էսի ազդեցության տիրույթն է, կարգի եմ հրավիրում, դեն էլ հայտարարել եմ, որ Ռուսաստանի ազդեցության տիրույթն է, պարբերաբար չենք մենք դրան անդրադառնում։ Հիմա տեսնենք մեկ ուրիշ երկրի հետ կապված, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. մենք պատրաստ ենք ուժ կիրառել Վենեսուելայի իշխանությունների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու համար, եթե այլ մեթոդներն անարդյունավետ լինեն։ Հուսով ենք, որ դա անհրաժեշտ չի լինի, բայց մենք երբեք չենք հրաժարվի ամերիկյան ժողովրդի առջև մեր պարտականությունից եւ այս կիսագնդում մեր առաքելությունից։ Ռուբիոն նշել է, որ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսը խոստացել է բացել երկրի էներգետիկ ոլորտն ամերիկյան ընկերությունների համար, ապահովել արտադրության արտոնյալ հասանելիություն եւ օգտագործել նավթից ստացված եկամուտներն ամերիկյան ապրանքներ գնելու համար։ 2 օր առաջ Ռոդրիգեսը հայտարարել է, որ բավական է, որ ինչքան Վաշինգտոնը հրամաններ է տվել Վենեսուելային ներքին քաղաքականության հարցում։ Նա ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու միակ ճանապարհն ազգային միասնությունն է։ Ռոդրիգեսը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները կլուծվեն բոլիվարյան դիվանագիտության միջոցով։ Այս մի վարքյան ստե նշեմ, որ տեսանիսա կանրադառնամ, դա վերջացնեմ։ Հետագայում Թրամփը հայտարարեց, որ տեղյակ չէ Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդի նման դիտողությունների մասին, բայց նշել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են։ Անցյալ շաբաթ էլ Ռոդրիգեսը նաև բացահայտել է, որ ԱՄՆ-ն սպառնացել է սպանել իրեն եւ Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, եթե նրանք հրաժարվեն համագործակցել։ Սպառնալիքներն ու շանտաժը շարունակվում են մինչ օրս։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է գործի հստակ նպատակների համաձայն, այդ թվում հանրապետությունում խաղաղության եւ քաղաքական իշխանության պահպանումը, ինչպես նաեւ պատանդների ազատագրումը։ Այսինքն սա նենց թեթև անհամաձայնություն է ցույց տալիս այն պաշտոնակատարը, որին համենայն դեպս Դոնալդ Թրամփը կարծում էր, որ մի քիչ սպառնացին, հետո ասին պետք է համագործակցենք։ Բայց այս հայտարարությունը, որ ինքը ասում է Ռոդրիգեսը, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնություն կլուծվեն բոլիվարյան դիվանագիտության միջոցով, հանկարծ շփոթմունք չառաջացնի իրանց լեգենդար հերոս Վենեսուելայի ազգային հերոս Սիմեոն Բոլիվարի վարած քաղաքականության հետ կապված, դա որևէ առնչություն չունի։ Բոլիվարի մենակ անունն է վերցրած, որովհետև ինչի համար եմ ասում, Բոլիվարը ազատարար էր, ազատագրող էր, ինչպես Վենեսուելայի ազգային կոնգրեսը նրան դեռ 1813 թվականին հռչակեց El Libertador, այսինքն ազատագրող, ազատարար։ Նա շատ լուրջ դերակատարություն ուներ Իսպանիայի գաղութատիրությունից ազատելու մի շարք
լատինաամերիկյան երկրներ, դա մենակ Վենեսուելան չէր, նա Կոլումբիային էր վերաբերում, Պերուին էր վերաբերում, այսինքն ինքը շատ լուրջ դերակատարություն ուներ, ինքը ազատագրող էր գաղութատիրությունից, իսկ այս բոլիվարյան դիվանագիտությունը արդեն Բոլիվարը որպես Վենեսուելայի ազգային հերոս, դա արդեն օգտագործում էր նախկին դիկտատոր Ուգո Չավեսը որպես քաղաքականություն, իսկ սոցիալիստական գիծը առաջ տանելու համար, թե Բոլիվարը ինչ կապ ուներ այդ սոցիալիստական գիծն առաջ տանելու համար, կամ Բոլիվարը հո Ամերիկայի դեմ չէր պայքարում։ Այսինքն Ուգո Չավեսը Ամերիկայի դեմ պայքարելու իր սոցիալիստական ծրագիրը տանելով Ռուսաստանի հետ լավելնելու քաղաքականության անունն էր դրել իրանց ազգային հերոսի անունով, որն էս խուճուչ հնչի, էլի սիրուն հնչի, որ տեսեք մենք այդ քաղաքականությունն ենք տանում, բայց եթե արդեն Ռոդրիգեսը գտնում է, որ իրանք տանելու են բոլիվարյան դիվանագիտություն, այսինքն Չավեսյան դիվանագիտությունն են տանելու, դա իսկապես պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներին մտահոգի, որովհետև նշանակում է նրանք ցանկություն չունեն Ամերիկայի թրիտակ մտնեն, այսպես ասած, թրիտակով անցնեն, կամ էլ թե չէ լինեն գործընկերներ։ Ուրեմն Ամերիկան լուրջ անելիք ունի, այսինքն այդ էֆեկտը մի քանի օր Մադուրոին առևանգելն ու տանել պահելը, ոնց որ կամած ժողովուրդը ուզում է խելքի գա եւ չի ցանկանում մնալ Ամերիկայի ազդեցության տակ։ Իհարկե Բոլիվարը այնպիսի հեղինակություն էր, որ նաեւ իր անունով Բոլիվիան էլ դրեցին որպես պետություն, նաեւ Վենեսուելայում նաեւ նահանգ դրեցին Սիմոն Բոլիվարի անունով։ Իդեպ այդ նահանգը նաեւ հայտնի է նրանով, որ այդտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը, Անխելը, 1054 մետր, իհարկե մի քիչ թեմայի չարվում եմ, բայց մի բան ասեմ, այս հիմա նոր ժամանակները չգիտես ինչի գրում են 979 մետր, քանի որ ես դա անցել եմ դեռ դպրոցում աշխարհագրության դասին 55 տարի առաջ, ու այն ժամանակ էլ էլիտար դպրոցներ չկային, եւ չէին մրցում թե ով լավ շոր է հագել կամ ով լավ հեռախոս ունի, ընդամենը մրցակցությունը գնում էր լավ սովորելու համար, դրա համար հիշում եմ, որ 1054 էր, իսկ հիմա երբ որ ասում են 979, էլի կարող էինք ասել, դե լավ, հիմա չափել են, նոր չափ են գրել, բայց չեն գրում է տենց, գրում են 979 կամ 1054, իա չհասկացանք, կամ եթե նոր չափում եք արի ասեք, էլի մի կերպ կհաշտվեինք, էլի 75 մետր կորուստի հետ, մենք ամեն մետրի համար կռիվ ենք տալի, այս տնաշենները մեկը երևի աչքաչափով է չափել, մեկն էլ երևի շորի մետրով, շորը թրջվել է, որի պատճառով ցույց չի տալիս, էլի, հուսամ գոնե մի քիչ կկողմնորոշվեն կանեն, մեկ է սրա հետ կապված էլ Ուգո Չավեսին ասենք, հետ էլ հիշենք, Ուգո Չավեսն էլ որոշել էր, որ քանի որ սա էլ մի առանձնահատկություն ունի, Անխել ջրվեժը, բացի աշխարհի ամենաբարձր ելնելը, նաև գետը ոչ թե գալիս է եւ սարից թափվում է, այլ գետը սարի տակից է դուրս գալիս, որ նայում ես տպավորություն է, որ գետը ջրվեժից է սկսվում, ոչ թե գետը գալիս է եւ թափվում, հա խոսքը Չորուն գետի մասին է, որը գնում է Օրինոկոյի վտակն է, բայց այս բանն էլ Ուգո Չավեսն էլ որոշել էր, ասում է բերեք, դե քանի որ դա տենց է, ինչի Անխել մնա ամերիկացի օթաչուի անունով մնա, որը առաջի անգամ տեսել է, բերեք անունը դնենք, դե Չորուն գետով դնենք Չորուն մերո, էլի, այսինքն Չորունի բանը ջրվեժ, այն գեր Այդ անդերը ամբողջ աշխարհը որպես աշխարհի ամենաբարձր ջրվեժ սովորում ենք, չէ՞։ Այդ հո մենակ ձերը չի, ենթադրենք ձեր տարածքում է։ Այսինքն որը քնից վերակենը մի հատ իրանց տեղական անուններից մի բան դնում, հա։ Լավ է գոնե աղջիկը կողքից բզել էր, ասել էր ընկեր, այդտեղ մի հատ Չորուն մերու, մենք ուրիշ ջրվեժ ունենք ավելի փոքր, անունը կխառնվի իրար, էլի։ Դե ու Չավեսը որտեղից պետք է իմանար ինչ ունեն։ Ջրվեժը նրան չի նապետ, նարկոտիկներ կիմանար, տարբեր բաներ կիմանար։ Լավ է բախտներս բերեց, նորից էլի հին անունը դրեցին, էլի։ Հա, դրա համար ուզում եմ ասեմ Վենեսուելայի հետ կապված, ինչ որ վերաբերվում է այդ դիվանագիտությանը չխաբվենք դրա մեջ, դա Բոլիվարի հետ առնչություն չունի, ուղղակի հակաամերիկյան քաղաքականություն է, որը պետք է Տրամպը շատ լրջորեն այդ ուղղությամբ մտածի։ Ամենապետքարտուղարը Մարկո Ռուբիոն հայտարարել է, Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ներկայության դուրսբերմանը Վենեսուելայից։ 20 տարվա ընթացքում առաջին անգամ մենք լուրջ զրույցներ ենք ունենում
իրանական ներկայության, չինական ազդեցության եւ ռուսական ներկայության քայքայման եւ վերացման մասին։ Իրականում ես կասեի ձեզ, որ Վենեսուելայում կան բազմաթիվ տարրեր, որոնք ողջունում են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հաստատումը բազմաթիվ ճակատներում։ Իհարկե անվիճելի է, որ մենք շատ կուզենանք, որ Վենեսուելայում հարցը կարգավորելով, եթե դու կարողանում ես այնպես անել, որ Իրանի խնդիրներ առաջանա, որ Իրանը չօգնի Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի, այս ինչի՞ մենք դրանից դժգոհորենք, որ նույնը վերաբերվի Ռուսաստանին, Ռուսաստանը չի պատերազմի մեջ։ Եթե Չինաստանն էլ Ամերիկայի հետ որպես գործընկեր լինի, միայն ուրախ կլինենք։ Մենք միշտ էլ ասել ենք, որ շատ լավ կլինի, որ այդ հարցում համաձայնության կան։ Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը չէր կարող նման գործունեություն ծավալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարակասում գտնվելու դեպքում։ Իրանական, ռուսական կամ չինական ազդեցության քայքայումը։ Այս ամենը հնարավոր չէ լինի, երբ Մադուրոն այնտեղ էր, ասել է Ռուբիոն։ Ախր ինչի եք այդ ամեն ինչը խոստում։ Մենք հո գիտենք դուք ինչի եք Մադուրոյին առևանգել բերել։ Դուք ասել եք Մադուրոյին առևանգել եք, որովհետև ինքը նարկոտիկ, ինքը չգիտես ինչ, ինքը զինված խմբավորումներ եւ այլ, հիմի կանգնում եք ասում եք Չինաստանի հետ մրցակցության առումով Մադուրոն նրանց գործընկերն էր, դրա համար են գողացել։ Ընկեր գիտենք խես գողացել, հնարավոր չի մի բան բերանները փակ պահեք։ Լրիվ ուրիշ բան եք ասել առևանգման ժամանակ։ Մի քանի օր անցավ մոռացաք։ Համենք էլ գիտենք ինչի համար եք առևանգել։ Լավ, էլի բաներ կա, բայց մի հատ ուղղակի ասեմ, դե այսօր այս ամբողջ խառը իրավիճակի հետ կապված, գիտեք, Նիկոլ Փաշինյանը ակտիվ աշխատանք էր տանում, այսօր արդեն սկսվել է ոնց որ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ ֆլեշ ինչ էր անում, այդ դրվագ իրական Հայաստան ինչ որ բաներ, չէ, դիսկոտեկ էր կազմակերպել վարչաբենդը, որ ինքը գնան այնտեղ համերգներ տան, ուրախանան, որովհետև այս ամեն ինչի մեջ Ժորժ ջան, մենակ երկել ապարելն է իրանց մնացել։ Այդքան փող են ստանում, այդքան ամեն ինչ անում են Նազարի բախտով, բայց ինչ անեն։ Չնայած ամբողջ օրը դրած այն առողջապահության նախարարին քննադատում են, թե այնտեղ պարում այդ խմբի մեջ։ Ժորժ ջան, մեջների ամենաազնիվը այդ կինն է։ Գիտեք ինչի։ Որովհետև ինքը ազնիվ ասում է Ժորժ ջան, եթե Նիկոլ Փաշինյանի նվագի տակ չպարես, նախարար չես աշխատի։ Իսկ այն մյուսները, որ լուրջ ցույց են տալիս, թե իբր թե իրանք պետությանն են ծառայում։ Ընկերում եք խափում, Նիկոլ Փաշինյանն ասել է, պաշտոն կունենա այն մարդը, ով որ ինձ հետ քայլել է կամ էլ իմ քաղաքականությունն ընդունում է։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես քաղաքական ու գաղափարախոսություն չունի, ինքը ուղղակի ասում է, պաշտոն կունենա նա, ով իմ դուդուկի տակ պարում է, վերջ։ Ժորժ ջան, այնց որ ուզեմ ասեմ, այն մյուսները, որ ուզում են ցույց տան, յանի չէ, իրանք հո տես պարող չեն, բոլորդ եք պարող, ինչպես Նիկոլ Փաշինյանը դիսկոտեկի ժամանակ հայտնի կինոյի ձևով ասում է, պարում են բոլորը։ Մենք հո դա գիտենք, որովհետև ինքը որ SMS-ը ուղարկում ընտրված մարդկանց տուն ուղարկում, ընտրված մարդկանց իրավապահ համակարգի ասում որոշողը ես եմ, ով կարա իմ ասածը չանի, տես դատավոր կա իմ ասածը չանի։ Գիտենք այդ մասին, ժողովուրդ ջան, նենց որ եթե ցույցել չտա, մենք այդ ամեն ինչը շատ լավ գիտենք։ Դրա համար երբ որ մարդիկ ասում են հնարավոր չի իշխանությանը, ասենք խորհուրդներով աջակցել, ոչ, հնարավոր չի, որտեղ իշխանության խորհուրդ տվող իրանց պետք չի։ Իրանց պետք է ուղղակի իրանց առաջ պարող, ժողովուրդ ջան։ Դրա համար ես է շփվում եմ ամեն օր իշխանության տիրոջ հետ, ժողովրդի հետ։ Սահմանադրությունը ասում է իշխանության տերը ժողովուրդն է։ Ամեն մեկը ինչքան ինչ չափով որ ցանկանա օգտակար կլինի իր համար, դա էլ իրանց խնդիրն է։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։